ծնողների տեսանկյունից։ Ծնողների բոլորի անունից չեմ կարող խոսալ, կարող եմ խոսալ միայն իմ անունից։ Ես Ավետիսյան Լիպսիմեն եմ, ավարտել եմ Պուշկինի դպրոցը, իմ ծնողներն են ավարտել այս դպրոցը եւ բոլորս մեր դպրոցի որակին վստահում ենք, ուսուցչական անձնակազմը փայլուն է, ապահովում է եւ կրթության մակարդակ եւ դաստիարակչական աշխատանքները կատարվում են բարձր մակարդակի եւ դա կատարվում է տնօրենի բարձր հովանու ներքո եւ գլխավորությամբ կարող եմ ասել, որ մեր դպրոցում իրոք դրված է բարձր ցուցանիշ որակի կարելի է վիճակագրությունը ուսումնասիրել եւ տեսնել, որ մեր դպրոցի շրջանավարտները ինչ արդյունքներ ունեն, ինչ բուհերում են սովորում, ինչ պաշտոնների են նշանակված եւ ընտրված եւ այլն։ Որակը եւ մակարդակը շատ տնօրենի դերը այդ հարցում բավականին բարձր է, որովհետեւ տնօրենը ինքը հանդիսանում է կառավարիչ եւ եթե կառավարումը կատարվում է բարձր մակարդակի, մնացած գործընթացները արդեն կազմակերպվում են լավ։ Մեր ցանկությունն է, որպեսզի Նատալի Գարիևնային վերանշանակեն այդ պաշտոնին, եթե այս պահի դրությամբ ինչ-ինչ հարցերի ելնելով հնարավոր չի դա կատարել, գոնե ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի այնպիսի անձնավորություն, որը մեր դպրոցի որակին ծանոթ է, գործընթացները հեշտ կկառավարվի, առավել եւս այս մայիսյան ժամանակահատվածում եւ հնարավորություն ստեղծվի, եթե մենք բաց ծանոթ չենք ինչա տեղի ունեցել, ինչն է պատճառ եղել, որ Նատալի Գարիևնային չեն հաստատել այս պաշտոնին։ Տեղեկատվության բացակայությունը բերել է այսպիսի վրդովմունք։ Օրինակ, եթե հրապարակեն ձայնագրությունը եւ ստացվի այնպես, որ քաղաքապետարանը ճիշտ որոշում է կայացրել եւ տնօրենը որոշ սխալներ է ցույց տվել, այդ դեպքում ձեր քայլերը որոնք են լինելու։ Ես հակված եմ այն մտքին, որ եթե 12 տարի Նատալի Գարիևնան իր կառավարումով կարողացել է ապահովել այս որակը, որոշակի թեթև թերություններ ոչ բոլորը կարան այսօրվա դրությամբ այս ատեստացիաները անցնեն եւ ոչ բոլոր կառավարիչներն հիմա ատեստավորվում այն բարդ մակարդակի, ինչպես դպրոցի տնօրենները։ Ես հակված եմ այն մտքին, որ եթե հրապարակվի, ինչ-որ հարցեր պարզվի, այդ ժամանակ հնարավորություն ստեղծվի եւս մեկ անգամ ատեստացիան անցնելու, բայց քանի որ ես ասում եմ, որ որակ գոյություն ունի մեր դպրոցում եւ որակը ապահովված է, եթե 12 տարի Նատալի Գարիևնան կարողացել է այդ որակը ապահովի, արդյոք այդ ատեստացիայի ընթացքում միգուցե վատազգաց ինչ-որ բախ կամ ինչ-որ բաներ լինում է, որ ուսանողը մի տարի չի ընդունում, մյուս տարի ընդունում, բայց դա չի նշանակում, որ այդ մարդը ընդհանրապես այլևս սպիտանի չի։ Իմ կարծիքն է, որ ինձ համար ավելի հաճելի եւ ցանկալի կլներ, որ փակ քվեարկություն կազմակերպվեր ծնող կոմիտեներով դպրոցի տնօրենի եւ թող նախարարությունն էլ որպես երրորդ անձ դիտորդ լիներ այդ գործընթացին։ Այդ ժամանակ ամեն ինչը պարզ կլներ։ Արդյոք 12 տարվա կառավարման փորձ ունեցող մարդը չի կարող շարունակել իր պաշտոնավարումը։